Անուն Հոր եւ Որդվո եւ Ոգուին Սրբո ամեն։ Այսօր սիրելի հավատացյալներ, դարվան վերջին բադարակը որքան դարբեր էր։ Դարբեր ոչ թե իր խորհրդով, ոչ թե իր աստվածապանությամբ, ոչ թե իր իմաստով, այլ դարբեր ծեր համարձակ երկեցողությամբ, որ աղոթքները դարձուց ավելի չերմ, աղոթքները դարձուց հավանաբար քիչ ավելի հասանելի Աստուծո։ Այսօր մենք ուզեցինք բադարակը ժողովուրդը երկե դբրած տասին առաջնորդությամբ մեր եկեցվող քրիստոնեական դաստիարակության հանձնախումբին մտահղացումն էր, որովհետև այսօր ուզեցինք ցեզի բամը հիշեցնել։ Մենք հաջող հավանաբար լսած ենք կամ ներկա գտնված ենք օդար եկեղեցիներու մեջ եւ հավանաբար հիացմունքով արտահայտված ենք, որ ինչ լավ ժողովուրդը կմասնակցի արարողության եւ օրինակներ ալ գուտանք, գսենք օրինակ, երբ որ քահանան ասե peace be with you, ժողովուրդը ամենն ալ կպատասխանեն ասելով and also with you։ Եվ գիշեմ նույնիսկ համասարանական դարիներուս, երբ համասարանի հադուկ աղոթքի ժամուն կմասնակցեի, իրենք սրահ ունեին, առաքելական եկեղեցի մջեր, այդ սրահի մեջ ոմանք սուրճ խմելով, ոմանք հերացայինը օգտագործելով, երբ լսեին քահանային այդ երկուտողը, ամիջապես գլուխնին վեր կհանեին իրենց հերացայիններեն եւ կպատասխանեին and also with you։ Սակայն այս բառերը հավանաբար ցեզի հիշեցնեն եւ դանին մեր եկեղեցին, հայ առաքելական եկեղեցին, որ դարիքով ավելի մեծ է, ավելի հին է, ավելի առաջ կուկա, որուն աղոթքները շատ ավելի հին են, քան այսօրվան աշխարհի մեջ գտնվող բազմաթիվ եկեղեցիներ են։ Եվ այս բաները գսեմ ոչ թե պաղտադությունը գծելու համար մեր կամ ուրիշ եկեղեցիներու մեջ, բայց բարձրապես ասելու մենք ալունենք։ Երբ հոգևորականը գսե խաղաղություն ամենեցուն, խաղաղություն բոլորիդ, ժողովուրդը պետք է պատասխանե նաև քու հոգիդ եւ ընդհոգվույթքում։ Եվ այս բառերը գսեմ բարձրապես մեջ բերելու, որ մեր եկեղեցվո կյանքին եւ գիտակցության մեջ ալգա ժողովուրդը մասնագից դարձնելու եկեղեցական արարողության եւ այսօր մեր նպատակը այն էր հիշեցնել դարվուն վերջին բադարակին, որ երբ որ դուք եկեղեցի գուքաք ագանադեսներ, ունգընտիրներ, բարձրապես ներկայություն չեք եւ պետք չէ ըլլակ, կալով նստիլ պետք չէ ըլլա, այլ եկողը եկեղեցի պետք է մասնակցի աղոթքներուն։ Եկողը եկեղեցի պետք է փարապանե բոլորիս հետ միասին, որովհետև եթե լավը սերդենք, նայենք, գարթանք մեր եկեղեցվո բադարակի փարերը, երգերը, աղոթքները, շարականները, հոմ պիտի տեսնենք, որ դրամապանությունը այդ է։ Նախքան բադարակին խորան բարձրանալը հոգևորականը խոսքը ուղելով հայր Աստուծո գսե մեզի արժանի է, որ հրեշտակներու խումբին միանանք եւ անոնց հետ քեզ պարապանենք։ Ինքն իր մասին չի խոսիր հոգևորականը այդտեղ, այլ ընդհակառակը գխոսի բոլորին անոնով եւ բոլորին համար գխնդրե, որ Աստված բոլորին աղոթքները ընդունելի դարձնե։ Հավանաբար բոլորիդ ծանոթ է Սուրբ Աստված շարականը, որ մե առաջ անգամ եւս հոգևորականը իր ծածուկ աղոթքներու մեջ կսե դեր հիմա մեզիալ արժանի է, որ քու հրեշտակներու խումբերուն հետ մենք ալ երգինք մտնենք մեր աղոթքներով։ Ուրեմն սիրելի հավատացյալներ, մեր բադարակները, մեր արարողությունները գհրավիրեն ժողովրդին մասնակցությունը եւ մենք այսօր պիտի ուզենք, որ ամեն անգամ երբ գաք, եթե չեք գիտեր քիրքերը բանակ հետևիկ դբրած տասի երկեցողությամբ եւ իրենց հետ երկով մասնակցիկ
զասված փարապանելու։ Եվ որովհետև այսօր բադարակի մասին է մեր ուղղությունը, հնավ մտածած եք, որ մեր բադարակը ուր գեգուկա, ինչպես առաջ առաքյալները բադարակ կնեին, երբ չգային փուրվարները, քշոցները, այս քեղեցիկ սկեսները, խորհրդանիշները, սրբաբատգերները եւ այդ ամեն բաները։ Եկեք այսօր քիչ մտածենք, ինչպես առաջ գաղութեին, ինչ արիտներ ունեին եւ այսօր մենք ինչ արիտ ունենք եւ ինչու պետք է բադարակով պաշտամունքի մասնակցենք։ Հավանաբար պիտի զարմանաք, երբ լսեք, որ ժամանակին բադարակները ընթրիքներ էին։ Այո, ընթրիքներ։ Հիսուսի խաչելութենեն վերջ, հոգեկալուստեն վերջ, կորց կարակելոց կիրք ունենք, որ մեզի գխոսի առաջին քրիստոնյա եկեղեցվո մասին։ Եվ հոն եւ Պողոս առաքյալին թուղթերու մեջ, ինչպես նաեւ ժամանակագից քրագանության մեջ կան հատվածներ, որ այդ բանին մասին գխոսին։ Օրինակ, եթե կորց կարակելոց կիրքը բանակ 20-րդ գլուխը, հոն պիտի տեսնեք ինչպես գսվի, որ քիշերով, շաբաթ քիշերով մարդիկ հավաքված էին դունի մեջ։ Այդ դունի մեջ Պողոս առաքյալ սեղանին շուրջ բազմած էին եւ Պողոս առաքյալ գսե շատ երկար խոսեցավ Աստծո մասին։ Այնքան երկար, որ անցմը, որ բադուհանին եզերքը նստած էր եւ Դիկոս անունով, մինչեւ իր անունը գուտա ավետարանիչը, քունը գուկա, բադուհանեն վարինա եւ գմահանա։ Պողոս առաքյալ գիշնե գաղոթե ետ վերգելեն, այն ադեն հացը գպեգանեն սեղանին շուրջ, իրար հետ հացը գուդեն, քինին գխմեն եւ գսե, որ Պողոս առաքյալ միջև արդու շարունակեց ուսուցանել Աստծո մասին։ Ասկե ավելի ագնհայտ է Պողոս առաքյալին թուղթերու մեջ այս մասին գրվածը։ Առաջին Կորինթացիներու 11-րդ նամակին մեջ Պողոս առաքյալ թիդողություն գնե Կորինթացիներուն։ Գսե այս բանին նկատմամբ ես ցեզ չեմ քովեր, որովհետև քովասանքի արժանի չեք։ Գսե որովհետև դիրոջ ընթրիքներու ժամանակ խումբերու բաժնված կլակ կոր։ Եվ գսե այդ բիսով գար համարեք կորդերը։ Եվ գսե ոմանք նույնիսկ առանց մույսերունը սպասելու գուդեն եւ չեն սպասել, որ մույսերը հասնին, եւ երբ մույսերը հասնին, անոթի կմնան։ Տիրոջ ընթրիքին մասին խոսելով։ Ավետարանեն դուրս առաջին թարուն մեզի գրված 12 անունով քիրք մահասած է, որում մեջ ուղղություններ կան, թե ինչպես պետք է բադահի մգրդությունը, ինչպես պետք է բադահի սուրբսագը, հաղորդությունը, դիրոջ ընթրիքը։ Ուրեմն առաջին թարերեն այն դրամապանությունը գար, որ հաղորդությունը, ինչպես որ Հիսուս վերջին ընթրիքին հրավ, այդպես էր։ Մարդիկ կուքային քիշերով, իրերքով գավակվեին, ընթրիք կուդեին։ Անգե առաջ, անոր ընթացքին, կամ անգե վերջ չենք գիտեր, գգրտնեին Հիսուսին խոսքերը, որ սա վերջին ընթրիքին, որ ասիգա իմ մարմինս է եւ արյունս է, շնորհակալություն կհայտնեին Աստծո եւ այդպիսով կհաղորդվեին ողջ պահելով Հիսուս Քրիստոսի թելադրությունը, որ գսեր ասի իրեք իմ հիշադակիս համար։ 318-ն վերջ, բայց ամեն բան փոխվեցավ։ Երբ Հռոմը այն ժամանակվա մեծ գայսրություններն մեկ հատը քրիստոնեությունը ընդունեց, սկսավ բեդությունը շենքեր նվիրել քրիստոնյաներուն, որովհետեւ անոր մեջ հավաքվին եւ իրենց աղոթքները անեն։ Բազիլիկա եկած է հռոմեական բարեմը, որ վարչական պետական շենք կնշանակե, որ դրամատրվեցավ քրիստոնյաներուն։ Եվ գամած ընթրիքի դրամապանությունը փոխվեցավ, ընթրիքի փոխարեն մդան թափորները, մդան սրբաբատկերները, խորհրդանիշները, խաչերը եւ գամած զարգանալով հաղորդությունը մնաց, դիրոջ խոսքերը մնացին բադարակին գորիզը,
բայց ձիսականությամբ զարդարվեցավ եւ հարստացավ։ Այսօր մենք ինչու պետք է բաշտենք Աստված։ Մենք ինչու համար պետք է բادرակով բաշտամունք մատուցանենք Աստծո։ Առաջին պատճառ, որովհետև Աստված ինք չուզեր գթելատրե մարդուն։ Երբ Մովսես առաջին անգամ Աստուծո հանդիպեցավ անգեզ մորենիին մեջ, այն թուփին մեջ, որ չեր այրեր, բայց գրակ կար, Աստված Մովսեսին թելատրեց երթալ Եգիպտոս եւ իր ժողովուրդը դուրս հանել։ Երբ Մովսես իրեն հետ շարունակեց, ասավ. «Դեր ինչպես պիտի գիտնան, որ դու ինձ ղրգած ես, փարավոնը ինչպես պիտի արդոնե»։ Աստված իրեն գսե դու գերտաս եւ ես քեզի նշան պիտի դամ, որ ես հետդ եմ։ Իսկ երբ Եգիպտոսեն դուրս ելեք, գսե Աստված, այս լերան վրա զիս պիտի բաշտեք։ Աստված գտելատրե Մովսեսին, որբեսի այդ լերան վրա զինք բաշտեն։ Նոր գդագարանին մեջ Սամարացի մորմը դիրոջ կհանդիպի։ Սամարացիները հրյաներուն հետ չէին խոսեր։ Եվ Հիսուս երբ գտեսնի այդ Սամարացին, որ չուր գաներ ագեն, չրհորեն, գսե որ ով գին ինձի ալ չուրդուր։ Սամարացին զարմացած Հիսուսին գարցնե, բայց դու հրյա ես, եւ ինչպես ինձ մեջ չուր գուզես։ Հիսուս գսե, եթե գիտնայիր ով քեզ մեջ չուր գուզե, դու իր մեջ չուր պիտի ուզեիր։ Եվ այդ գինը գսե, դեր դուր ինձի այդ չուրեն։ Հիսուս գսե, լավ դու կնա, ամուսինդ հետդ բեր եւ եկուր։ Աղջիկը գսե, այդ գինը գսե, ես ամուսին չունիմ։ Հիսուս գսե, ճիշտ կխոսիս կոր, որովհետև 5 հատ ամուսին ունիս եւ չես գիտեր որ մեկն է ամուսինդ։ Եվ այդ գինը գստապի եւ գսե որ դու մարգարե մնես։ Ըսե ինձի, քիչ մնալ նույնը կփոխե։ Գսե դուք գսեք որ Երուսաղեմի լերան վրա դերը պետք է բաշտեք, բայց իմ հայրերս ալ այս լերան վրա բաշտած են։ Ուր պետք է բաշտենք Աստված։ Հիսուս անոր կպատասխանե, ժամանակը պիտի գա եւ արդեն իսկ եկած է, որ մարդիկ հոգիով եւ սրտով այլևս բաշտեն Աստված, ոչ այն լերան վրա եւ ոչ այս լերան վրա։ Հիսուս ահավասիկ անգամ եւս կընդգծե բաշտամունքի կարևորությունը։ Ահավասիկ երկու օրինակներ, մեկը դա Աստվածաշունչին սկիզբեն, մեկը դա նոր գդագարանեն, եկեք մեկը դա հայտնության քիրքին մեջ են նայինք, որ գխոսի ժամանակներու ավարտի մասին։ Հայտնության քիրքի 4-րդ եւ 5-րդ գլուխները եթե բանակ, Ավետարանիչը գխոսի իր դեսիլքին մասին, ուր Աստուծո գտեսնե քահիմը վրա նստած եւ Աստուծո մոտ իր քարնուգը եւ գսե եւ դեսա երկնքի բոլոր հրեշտակները անոնց հետ մարդիկ մարդոց հետ գենթանիները նույնիսկ ձովուն ցուգերը գործնապանեին եւ գկովապանեին զասված ահավասիկ ուրիշ օրինակը եւ ասոնց նման գարելի է շատ բերել դակավին ավետարանեն եւ այդ մեկը սիրելիներ մեր կյանքի վախճանագետն է մենք երբ օրը միանանք Աստուծո ուրիշ բան պիտի չնենք ինչպես որ ուրիշներ գսեն դիգերով բաժակներով քինի պիտի չխմենք ոչ ալ խաղող պիտի ուտենք մենք պիտի սպաղենք Աստված օրհնելով սկացումով որ մեզ պիտի հագեցնե սկացումով որ մեզ դարբեր երջանիկ պիտի դարձնե անոր համար գարժե նաև մտածել որ անոնք որոնք երկրի վրա զասված բաշտել չեն սիրեր հավանաբար երկնքի մեջ դեղ պիտի չունենան որովհետև երկնքի մեջ ուրիշ բան պիտի չնենք բացի զասված բաշտել է անոր համար այսօր դուք մեր առաքյալները եղեք եւ երբ երթակ ձեր դուները հարաճիգային կաչալերեցեք ձեր զավակները թրացիները բարեկամները սիրելիները ծանոթները եւ անծանոթները զասված բաշտելու երկրորդ մենք Աստված կբաշտենք որբեսի Աստված իրականություն դառնա
Երբ իրականություն դառնա, չեմ ասեր, որ Աստված իսկապես իրական գդառնա կամ ոչ։ Աստված իրականություն է, մենք զայն բաշտենք կամ ոչ։ Բայց երբ Աստված բաշտենք, Աստված մեզի համար իրականություն գդառնա։ Երբ իրեն հետ խոսենք, մենք կանդրադառնանք, որ գոյություն ունի։ Մենք կհիշենք, որ գա, եւ այդպես երին հրյա ժողովուրդը անաբադի մեջ Աստված բաշտեցին, որպես իրեն ժողովուրդը հիշե, որ Աստված գա, գոյություն ունի, անոր համար մենք ալ պիտի բաշտենք Աստված։ Երրորդ, մենք Աստվածի պիտի բաշտենք, որբեսի Աստուծո խորհուրդներուն մասնագից դառնանք։ Խորհուրդ կնշանակե քաղնիկ, եւ մենք Սուրբ Պատարագով Աստուծո քաղնիկին մեջ կմտնենք։ Կրնանք հասկանալ այդ քաղնիկը ոչ ամբողջությամբ, եւ մեր պատարագը այդպես կսկսի։ Կսկսենք երկելով խորհուրդ խորին անհաս անսկիզբ, այսինքն մենք այդ խորհուրդը թեև կմտնենք, բայց ամբողջությամբ չենք հասկանար, կմտնենք, բայց ամբողջությամբ չենք կրնար ըմբռնել, որովհետև քաղնիկը շատ խոր է, բայց կհավատանք, երբ որ Աստուծո խորհրդին մեջ կմտնենք, Աստուծո կհանդիպենք եւ Աստված մեզ կփոխի, եւ մեր կյանքին ընթացքին այն պաշտամունքի աղոթքները, որ ասած ենք, կփորձենք գործադրել, երբ խաղաղության մասին կերքենք, կհուսանք, որ կյանքի մեջ եւ ապրենք խաղաղությունը ապրենք, երբ սիրո մասին կերքենք, Աստուծո սերը կհիշադակենք, կհիշենք, որ մեր կյանքին մեջ մենք ալ սիրով ապրենք։ Անոր համար Աստծո խորհրդին մեջ մտնելը միայն Աստուծո հանդիպիլ չէ, այլ Աստուծմով փոխվիլն է, որովհետև ավետարանը գսե Քրիստոսով նոր մարդ կդառնաք։ Սիրելի հավատացյալներ, այս նյութին մասին շատ երկար կարելի է խոսիլ, սակայն պիտի բավարարվիմ վերջնականացնելով ասելով, մենք կբաշտենք նաև, որպեսզի մեր սերը ցույց տանք Աստուծո։ Մենք գայցելենք այն մարդոց կյանքի մեջ, որ կսիրենք, կփնտրենք այն մարդիկը, կերտանք այն մարդոցկով, որոնց կսիրենք։ Եթե Աստված կսիրենք, Աստուծո դունը եկեղեցին է, ուր մենք Աստուծո կամքին համաձայն, որպես համայնք կհավաքվենք, Աստուծմե կգշտանանք, Աստուծմե կխնդրենք, Աստուծո գուտանք մեր ամենեն սուղը, մեր սիրտը, անոր խնդրելով իր առաջնորդությունը, լուսավորությունը եւ բաբանությունը բոլորիս համար, աջմեն մինչեւ հավիտյան, ամեն։